Գսվի որ դուք անհնազանդ եք, այդպես է սրբազանար։ Ինչ պահով եմ անհնազանդ։ Դե վեապարին չեք ենթարկվիր։ Կներեք, մենք վեապարին մեղադրանք ենք ներկայացրել։ Անհնազանդ եմ, կանոնական դաշտում։ Մեղադրանք ենք ներկայացրել սրբապղծությունը կոսկելու համար։ Ով է անհնազանդ, մենք թե վեապարը։ Անհնազանդը նա է հայ եկեղեցու կանոններին։ Կաթողիկոսը որոշեց, որ ինձ պիտի հանի թեմի առաջնորդի պաշտոնից։ Ապօրինի, զարտողի կերպով, հակականոնական կերպով քահանաներին կանչեց տարավ իր մոտ եւ ասաց, որ պիտի շուտով հանի ինձ։ Կաթողիկոսը կարևոր չի, ճիշտ է թե սխալ է, այսպես որոշեց, վերջ, այդպես է լինելու։ Սա հայրապետի մոտեցում է, սա խոսում է մի բանի մասին, որ այս մարդը բռնությունից, պատժից, ուժից բացի ուրիշ մեթոդի չի տիրապետում։ Բայց ինչու ես, հարց չէ։ Ինչու։ Ես չգիտեմ, իրեն պիտի հարցնեք։ Մինչև այս ընդվզումը, երբ ինձ կանչել է ամիսներ շարունակ, ասել են վեապար չի լինի։ Դուք ձեզ խոցել եք դարձնում, պատժեք, այս սրբապղծություն կա։ Դեզի ինտիմատիվները սրբազան գսեմ, որ դուգալ Փաշինյանի գծորդնեք։ Ոսը պետականության դեմ է գործում եկեղեցին ու շարունակում է շողակաթ հեռուստաընկերությունը ասել, որ կաթողիկոսը իրավունք ունի, էս։ Մնում է ասեն կաթողիկոսն Աստված է։ Մոտավորապես այդ եմ հասկանում։ Կաթողիկոսն Աստված է։ Այսքան բան, ինչ որոշես ճիշտ է։ Ինչպես կբատկերացնեք հանգուցալուծումը, որովհետև մեր ժողովուրդն Միայն- հոգնեցավ սրբազան Միայն իր հրաժարականով, միայն։ Այս խոսքը անփոփոխելի է։ Վստահ, իհարկե։ Վստահ, իհարկե։ Բարև ձեզ, Արևելքի հարտագով անգեղծ զրույցներու շարքը կշարունակենք, ես Սակարյանն եմ։ Այսօր մեր հյուրը Մասյացոդնի թեմի առաջնորդ Գերաշնոր Ներքևորգ եպիսկոպոս Սարոյանն է։ Բարի եկած սրբազանար։ Շնորհակալություն։ Ինչքան դժվար եղավ այս ամեն ինչը, մի քանի ամիս առաջ այստեղ հյուր էիք դարձյալ, այսօր բոլորովին նոր պայմաններ են, նոր իրավիճակ է, սակայն սրբազանայր պիտի գոչեմ ցեզի, ինչ պատճառներով, որոնց մասին կարելի է երկար խոսիլ եւ մտորել, այս ամբողջ խառն իրավիճակի մեջ սրբազանայր այսօր կարևոր դեպք մբադած է թադական այդ ոլորտի մեջ, որովհետև դուք հայց ներկայացած եք եկեղեցվո թեմ, այսպես ճագերդով, եւ եկեղեցվո պաստապանական խումբի թիմումը մերժված է։ Ինչ կգադարվի։ Դե գիտեք, այս զարգացումները կապված դատարանի հետ ինչ համատեքստում սկսվեցին, երբ որ եպիսկոպոսների մի խումբ բողոք ներկայացրեց կաթողիկոսին սրբապղծությունը կոսկելու դեպքի առիթով, ինչպես նաև տևական ժամանակ է, որ խնդիր կար իշխանություն եկեղեցի լարվածության առնչությամբ եւ այդ զարգացումներից գրեթե շուրջ 6 ամիս առաջ արդեն հիշում եք վարչապետի հայտնի հայտարարությունները նոր այսպես խմորումներ էին սկսել եկեղեցու ներսում եւ այդ խմորումները ավելի գնալով խորանում էին ու բոլորը հասկանում էին, որ այսպես չի կարող շարունակվել այս լարվածությունը եւ պիտի երկխոսություն լինի, հասկանանք խնդիրը ինչու՞մ է։ Այդ ինչու եմ հիշատակում այդ համատեքստը, որովհետեւ մնացած զարգացումները այսպես սերտորեն առնչվում են դրա հետ։ Այդ երկու խնդիրների հետ, որոնց հաջորդեցին մեր հայտարարությունները եպիսկոպոսների, մի խումբ եպիսկոպոսների հայտարարություն, որ կաթողիկոսը շեղվել է ուղղափառ վարդապետությունից, քանի որ կա սկանդալ եկեղեցում եւ չի ուզում այդ սկանդալին լուծում տալ եւ ապա մեր հրաժարականի վերաբերյալ հայտարարությունը, որ կաթողիկոսը պիտի հրաժարական տա SSS պատճառներով։ Դե այդ պատճառներից մեկն էլ որ նշված էր, դա էլի եկեղեցու քաղաքականացումն էր, որ այս 5 տարիների ընթացքում հետևողականորեն առաջ մղվեց կաթողիկոսի կառավարման արդյունքում, այո, ինչպես նաև թափանցիկություն եւ հաշվետվողականություն
այս երկու հանգամանքներ նշում, դրանց պակասը նաև եւ սխալ կառավարում։ Սխալ կառավարման մասին երկար կարող ենք խոսել, ուղղակի չծավալվելու համար պարզապես նշեմ, որ այսօր հայ եկեղեցում եպիսկոպոսը սարկավագից շատ չի տարբերվում։ Չխորանանք այս բային սրա առնչությամբ, բայց մի առիթով պետք է խոսել, թե ինչքանով է խախտվել մեր եկեղեցու դարերով սրբագործված ավանդույթը եւ հատկապես նվիրապետական նաեւ կարգը, որ աղճատված ու աղավաղված ձևով է գործում կաթողիկոսի միահեծան կառավարման պատճառով։ Հիմա այս զարգացումների արդյունքում կաթողիկոսը որոշեց, որ ինձ պիտի ուրեմն հանի թեմի առաջնորդի պաշտոնից եւ մինչեւ այդ որոշումը իրականացնելը ապօրինի զարտողի կերպով, հակականոնական կերպով քահանաներին կանչեց տարավ իր մոտ եւ ասաց, որ պիտի շուտով հանի ինձ առաջնորդի պաշտոնից, դե բնականաբար քահանաներն էլ հասկանում եք, ընտանիք պահելու խնդիր ունեն, մտածում են սրբազանին հանելու են պաշտոնից, մենք մեզ բրգենք։ Այո, դրա հետ պիտի աշխատենք, կաթողիկոսը կարևոր չի, ճիշտ է թե սխալ է, այսպես որոշեց վերջ, այդպես է լինելու։ Ես իմ ընտանիքը, դուք գիտեք, այսօր նաև քահանաների նյութական վիճակը ինչպիսին է, հատկապես մարզերում ծառայող քահանաները։ Այսինքն նորից գործ դրվեց այդ բռնության մեխանիզմը, այո, ճնշման բռնության մեքենան գործ դրվեց, հետո էլ ասեց, որ կարգալույծ ենք անելու, դե բնականաբար քահանաներն էլ ինչ պիտի անեն, հա, հասկանում եք այսօր հայ եկեղեցում այնպես չի, որ այսպես գաղափարը գերիշխող է, գաղափարը ցավոք սրտի գերիշխող չէ, եւ դա խոսում է մեր հոգեվոր սնանկության մասին, այս բայի դրությամբ։ Այլ հայ եկեղեցում այսօր իշխող է, այս հատկապես վերջի 26 տարիների ընթացքում իշխող է դարձել ուժի լեզուն, ուժի բռնության, պատժի լեզուն։ Եվ քահանաներն էլ, որպեսզի կարողանան իրենց հարցերը լուծել, բնականաբար պիտի ենթարկվեն այս ամեն ինչին։ Իմ ուրեմն պաշտոնազրկմանը հաջորդեց դատական հայցի ներկայացում դատարան, եւ դատարանը որոշ ժամանակ ընթացքում ոչ երկար, պիտի ասեմ, կարճ ժամանակվա ընթացքում միջանկյալ միջնորդություն կիրառեց, որպեսզի իմ իրավունքները վերականգնվի իբրև թեմակալ առաջնորդ։ Մայրաթորը ոչ միայն չվերականգնեց լիարժեք, կիսատ, պրատ, այո, իրեն հատուկ ոճով Բարդավոր էր մայրաթորը ենթարկվի եւ բարդավոր էր ոչ միայն վերականգնել իմ իրավունքները, այլև իմ հանդեպ որևէ գործողություն անելու իրավունք չուներ։ Այդպես էր ձևակերպված միջանկյալ որոշումը, մինչև դատարանի վերջնական վճիռը։ Տեսեք, սա օրենք, այսպես կոչված օրենք հարգող մայրաթորն է։ Ոչ միայն լիարժեք չվերականգնեց, այլև խոչընդոտեց ինձ կարգալույց հռչակելով։ Հասկանում եք, սա նույնպես խոսում է իրենց թույլ դիրքերի մասին։ Եղբայր, ես սխալ եմ, խնդրեմ ամենալավ փաստաբաններին վարձեք, թող ապացուցեն ես սխալ եմ, դուք հաղթեք, ես էլ կգնամ իմ ճանապարհով, կպարտվեմ իբրև սխալ։ Գսվի որ դուք անհնազանդ եք, այդպես է սրբազանար։ Ինչ պահով եմ անհնազանդ։ Դե վեհապարին չեք ենթարկվիր։ Կներեք, մենք վեհապարին մեղադրանք ենք ներկայացրել։ Անհնազանդ եմ, կանոնական դաշտում։ Ինչ մեղադրանք ենք ներկայացրել սրբապղծությունը կոսկելու համար։ Ով է անհնազանդ, մենք թե վեհապարը։ Անհնազանդը նա է հայ եկեղեցու կանոններին։ Մենք մեղադրանք ենք ներկայացրել, որ դու չես հետևում կանոններին։ Դու ուզում ես, որ ազգը հաշտվի սրբապղծությունը կոծկելու քո քաղաքականության հետ։ Էլ չեմ ասում, ամենախայտարակը այն է, որ այդ վիդեոները իր գիտությամբ են հրապարակվել։ Ինչքան դու եկեղեցին չպետք է սիրես, ինչքան դու եկեղեցու հետ կապ չպետք է ունենաս, որ թույլ տաս նման բան։ Որտե մեծ առումով եկեղեցին է հարվածի տակ։ Ուզում ես պատժել եւ օգտագործել, դա է ընտրում իբրև ճանապարհ։ Նախ չեմ ընդունում ոչ իր այդ պատժելու տարբերակը, ոչ էլ օգտագործելու քաղաքականությունը։ Հասկանում եք։ Սա ամենախայտարակն է, որ ինքը թույլ է տվել։ Սա խոսում է այն մասին, թե ինչքանով ինքը կապ ունի հայ եկեղեցու հետ առհասարակ։ Հայ եկեղեցու հետ կապ ունեցող նման բան չեր անի։ Հայ եկեղեցին չէր վարկաբեկի։
Եվ ես ուղղակի չեմ ասում, քրեական վարույթ կա հարուցված ու վստահ եմ, այդ վարույթը ապացուցելու է։ Ես պարզապես չեմ ասում սա։ Վարույթը ապացուցել։ Դաժան բան գսեք։ Ոչ միայն չեն կատարել, այլև խոչընդոտել են։ Եվ սա ցույց է տալիս իրենց վերաբերմունքը օրենքի հանդեպ։ Մարդը, որ օրենքից այսքան վախենում է, ինչպես է կառավարում հայ եկեղեցին, օրենքից վախեցողը։ Գիտեք, որբեսի հավասարակշռված փորձեմ լալ, եթե մայրաթորի թեզը այսպես բարձրացնեմ, իրենք կսեն թե այս դնորինումը գարկալուծության Ես որ ներքին խնդիրն է, ինչու թադարանի դարվեցավ։ Շատ լավ, Եվ դրված լալով որ թադական մարմինը իշխանությունները ուսենք կառույցները մեկն է։ Ճիշտ եք ասում, եկեղեցու ներքին խնդիրն է։ Լավ, բայց այն մնացած անօրենությունները, ապօրինությունները, որ գործվել են, որի մասին խոսվում է մեր հրաժարականի հայտարարության մեջ, դրանք եկեղեցու ներքին խնդիրները չեն։ Այդ դեպքում եթե ներքին խնդիրներ են, ինչու եպիսկոպոսած ժողով չի գումարում, այո, եւ այդ ժողովը չի զբաղվում այդ խնդիրներով, իդեպ որ գումարի ինքը, որպես մեղադրյալ իրավունք ունի նախագահելու եպիսկոպոսած ժողովը, ինքը նախ պիտի այդ մեղադրանքներից մաքրվի։ Եթե ներքին խնդիրներ են, ինչու ապա ներքին ատյանները չեն աշխատում, ներքին խնդիր է, շատ լավ, ինչու ատյան չի գումարվել, ինչպես որ կանոնագիր հայոցն է ներկայացնում, ինչպես որ հայ եկեղեցու, Հայաստանյաց եկեղեցու կանոնադրությամբ է ամրագրված, որ այս կանոնադրությունը հիմք է ընդունում կանոնագիր հայոցը, Սուրբ Գիրքը, մեր եկեղեցու ժողովները, հայ առաքելական եկեղեցու որթե ընդունած ժողովներն ու կանոնները, ինչու չի պահված կանոնները։ Եթե ներքին ատյանի խնդիր է, շատ լավ թող պահեր, ներքին ատյան թող ձևավորեր, ինչպես որ կարգն է, իմ հանդեպ մեղադրանքները քննվեր, բայց ինչու ես, հարց չէ։ Այսինքն ծեր գարձիկով նախ ինքը մեղադրյալ է այսօր, այդ ժողովին առջև, չէ, այդ է։ Եվ ինչու խտրական վերաբերմունք, ինչու հենց ինձ ընտրեց, հարց է, ինչու։ Ես չգիտեմ, իրեն պիտի հարցնել, ինչու հենց ինձ ընտրեց։ Դուք որտեվ դարձակ արդյոք այդ դինամոն, որ բարեփոխման եւ իսկովոսներու շարժումը ծնվեց սրբազան անգեղձորեն։ Ես Աստված վկա չգիտեմ ինչ է։ Ինձ մեր մյուս եպիսկոպոսները իմ ավակ եղբայրներն են, ես տարիքով ամենափոքրն եմ իրենց մեջ։ Հա, ես ջեմարան եմ ընդունվել, երբ որ իրենք եպիսկոպոս են եղել իրենցից շատերը։ Հա, այսինքն իր վերաբերմունքը այս դեպքում նույնպես խտրական էր։ Ինչու դու կենտրոնացար իմ վրա։ Մեկ անձի վրա։ Հա, մեկ անձի վրա։ Գևորգ Սրբազանի։ Այդ էլ խոսում է, չէ, ինչ-որ բաների մասին է խոսում, ես չունեմ դրա պատասխանը դեռևս, բայց որ մի բան կա, որ անհասկանալի է, թափանցիկ չի նորից, դա փաստ է, որովհետև դու, այո, եթե դու քո խնդիրը ինչու՞մ է, իմ հետ է թե հրաժարականի բոլորի կողմից, այո, այդ խմբի կողմից հրապարակված հրաժարականի, այսինքն այստեղ էլ անհասկանալի բաներ կան։ Ես խնդիր չունեմ ինքը։ Եվ ինչու մյուս եպիսկոպոսները թիրախ չի դարձան, օրինակի համար։ Ես չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Կամ հերթով է արդյոք։ Ես դրանից ինձ ված չեմ զգում։ Անկեղծ ասած, այո։ Նախ իրենց թիրախավորումը բնավ արդարացի չի, հասկանում եք, ու այն մեթոդները, որոնցով իրենք թիրախավորում են, ամենաստոր մեթոդներին գնում են, անգամ իմանալով, որ քահանաներ կան, որ գաղափարապես դեմ են, եւ սա հատկապես Ռուսաստանի թեմին է վերաբերում։ Առաջնորդը ստիպում է գաղափարապես դեմ են իրենց ընթացքին, ստիպում է առաջնորդը, որ իմ դեմ ելույթներ ունենան։ Ճիշտ է կան այդտեղ մարդիկ, որ պատրաստ են ամեն ինչի, հա, այդ ուրիշ է, բայց կա անգամ իմանալով հանդերձ, որ ոմանք դեմ են, նրանց ստիպում է, որ ելույթ ունենան հատկապես իմ դեմ։ Սա ինչի մասին է խոսում։ Բռնության։ Տեսեք ուրիշ օրինակ, այն քահանաները, ովքեր միացել են բարեկարգության օրակարգին, նրանց աշխատավարձը, ոմանք աշխատավարձ են կտրված է։ Հիմա Այո, պատկերացնում եք, մարզերում ծառայող քահանաների մասն է խոսքը։ Քեզի փող չի գա։ 80-90 հազար ինչ-որ 80 ինչա փող են ստացել 80 հազարի։ Դրանց աշխատավարձն է անգամ կտրել։ Ինչի մասն է սա խոսում։ Սա հայրապետի մոտեցում է, սա խոսում է մի բանի մասին, որ այս մարդը բռնությունից, պատժից ու
ուժից բացի ուրիշ մեթոդի չի տիրապետում։ Սա կաթողիկոսի վարքագիծը այս ձևով պիտի լրացնես։ Սրբազանայր այս քիչ առաջ նշեցիք այդ ժողովի բարական արդյոք այս եպիսկոպոսական ժողովը ադոր համար պիտի գադարեք արեքին գաթողիկոս այդ հարցերը խոսելու չեմ չգիտենք օրակարգ չկա արդյոք մասնագետներուն դրված է օրակարգ ոչ ոք չի ստացել չկա առանց օրակարգ մասնակցիկ սրբազանայր Չէ, մենք նախ մեր եկեցու բարենորոգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որ չպետք է մասնակցի, այո, եւ կոչ է անում, որ չմասնակցեն, այո։ Հովնան սրբազանի բարական գա, որ այս օրերուն շատ տեժ բայկար կդարվի սրբազանին։ Այդ խնդիրը շատ են չարաշահում, բայց ես մի բան կարող եմ վստահացնել, որ Հովնան սրբազանը հավատարիմ է այն բոլոր հայտարարություններին, որոնք բարենորոգության խորհուրդը արել է, բայց միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ Հովնան սրբազանը այն եպիսկոպոսներից մեկն էր, որ մի քանի կետով մեղադրանք հրապարակեց շատ ծանր ոճով հայտարարություն մներ եւ իմ տեղեկություններով Հովնան սրբազանը ժողովի մեկնում է իբրև օրակարգ իր հետ տանելով այդ մեղադրանքները եւ ես որքան գիտեմ Հովնան սրբազանը այդ օրակարգը ուղարկել է արդեն ժողովին այստեղ Հովնան սրբազանը իր մոտեցումն է ցուցաբերել խնդրին վստահ եմ ինքը ավելի լավ կբացատրի այդ հարցը տեսնում եք նաև իր հանդեպ ինչ արշավ կա հատկապես շողակաթ հեռուստաընկերության կողմից այսինքն մի մարդու որի կապերի շնորհիվ անընդհատ մայրաթորը օգտվել է հա ֆինանսական իմաստով այսօր դարձնում են հայ եկեղեցու շտամի հա թիրախ Ինչքանով է ազնիվ նախ այդ շողակաթ հեռուստաընկերության այս վարած քաղաքականությունը, որ դարձել է չգիտես ինչ, ընդդիմության մամուլ է դարձել բարիս բուն իմաստով, ինչքանով է ազնիվ։ Բա մինչև այդ Հովնան սրբազանին որ տեսնում էիք, ինչու էիք այդպես պատիվների արժանացնում։ Հովնան սրբազանը հենց խոսեց դարձավ վատ, ուրեմն ես վստահ եմ Հովնան սրբազանը իր բացատրությունը ունի, բայց իր մոտեցումով հանդերձ Հովնան սրբազանը իրեն դուրս չի դրել բարենորոգության խորհրդի կազմից ինքը բոլոր մեր հայտարարություններին հավատարիմ է պարզապես կարծում եմ այն օրակարգը որ ինքը ուղարկել է այդ օրակարգը պիտի փորձի հետապնդել ես չգիտեմ ժողովը առհասարակ կկայանա թե չէ բայց գիտեմ որոշ եպիսկոպոսներից օրակարգ են ուզել որոշներից Հովնան սրբազանն էլ այդ ներկայացրած մեղադրանքներն է ուղարկել իբրև օրակարգ իսկ մնացած մասով Հովնան սրբազանը լավագույնս կբացատրի այսքանը չեմ բանանում չեմ ընդունում այդ Հովնան սրբազանի հարցը այսպես շահարկելու միտումները անկախ նրանից ով կլինի Սրբազանայր վերադառնանք Մասիացոդնի թեմ դուք նախ դուք ցես տավաճանված կսկաք ձեր թեմի հավատացյալ հոդը քահանաները ոչ հավատացյալներից բնավ ասեմ իրականությունը ինչպեսին է անկեղծ եմ ասում ես այստեղ կեղծելու խնդիր չունեմ ես երբեք կոմ չեմ եղել կոմ չեմ եղել չափազանցնելու փառք Աստծո ժողովուրդը հասկանում է ինչ է տեղի ունենում ու այն քահանաները ովքեր պարտադրված այսպես հավատարմություն են հայտնում անձին ասեմ սա էլ անհասկանալի է ինչ է նշանակում անձին հավատարմություն հայտնել դուք հավատարմություն պիտի հայտնեք եկեցու կարգին իսկ անձը այո անձը հայ եկեցու կարգի կանոնի այո կարգի ու կանոնի հետ կապ չունի բնավ որովհետև որևէ կանոնական բան չի արել այս ընթացքում իր գործողությունները կանոնական դաշտից դուրս են այն որ մեղադրում են ինձ կարգազանցության մեջ ես որտեղ եմ կարգազանց եղել կներեք կին երեխա ունեմ, եկեղեցու հաշվին հարստացել եմ, թող իրենք մտածեն իրենց հանդեպ եղող մեղադրանքները հերքելու մասին, ով է խոսում կարգազանցությունից, ում հանդեպ այդքան մեղադրանք կա, հա, ով եկեղեցին դիտում է սեփական ժառանգության կալվածքի նման մի բան, հոգևոր դասին էլ որպես իրենց ստրուկների, հա,
ասեմ ձեզ, այդ քահանաներին, որոնց ստիպել են հավատարմություն հայտնել, դրանք ժողովրդի ձայնը չեն ներկայացնում։ Նրանք ստիպված չկտրվելու համար, դե տեսնում եք, աշխատավարձներ են կտրում մարդիկ, չկտրվելու համար իրենց հանապազորյա հացը վաստակելու միջոցից ստիպված հայտնում են։ Տեսեք քահանային ինչ են դարձնում, երբ որ քահանան գիտի որն է ճշմարիտը ու զոհաբերում է ճշմարտությանը, վախին ու նյութին, սա խոսում է մեր հոգևոր ու բարոյական անկման մասին։ Եվ սա ցավոք սրտի գալիս է հայ եկեղեցու առաջնորդությունից։ Ցավոք սրտի, սա առաջնորդություն չէ։ Ես չգիտեմ ինչ անուն տամ սրան, սա դավաճանություն է, երբ որ դու քահանային դնում ես այնպիսի նեղ վիճակի մեջ, որ քահանան գնում է այդ քայլի, զոհում է ճշմարտությունը։ Եվ այդ քահանան էլ հովիվ չի, հասկանում եք, նա պարտավոր է ցանկացած հովիվ ու առաջնորդի ժողովրդի ձայնը լսելի դարձնել։ Իսկ ժողովուրդը բնավ համաձայն չի, որ սրբապղծությունը պիտի կոսկվի, որովհետև դրանով դու քանդում ես հայ ընտանիքը, բա դու ընտանիքի տարի էիր հռչակել, չգիտեմ, այսպես այնպես։ Եթե դու այդ ամեն ինչը ուզում ես մոռացության տաս, դա ցույց է տալի քո ընկալումը ընտանիքի վերաբերյալ։ Սա քո ընկալումն է հայ ընտանիքի մասին։ Եթե դու ասում ես մոռացել են, լավ մոռացել են, իսկ դու չես մոռացել, չէ՞, մենք քեզ հիշեցնում ենք տևական ժամանակ, որ սկանդալի հետ գործ ունենք, լուծում տուր։ Սրանով հայ ընտանիքն է քանդում։ Եկեղեցին դարձնելով գործի քաղաքական ուժերի ձեռքը կամ օտար շահերին ծառայեցնելով մեծագույն դավաճանությունն է թույլ տալիս։ Մեծագույն չի եղել պատմականորեն նման նախադեպ։ Տեսեք նախադեպ է ստեղծում։ Էլ ինչ ասեմ, ամենածանրակշիռ բանը մեղադրանքը, որ իր հանդեպ հնչել է, դա հայ եկեղեցու պաշտոնական անվանումը այո, այդ մասին դիացնեի արդեն համեցեք վերաբերում։ Այո, ինչպես կմեկնաբանեք այդ մեկը եւ ինչու նոր սկսավ խոսել Ուրացում կմեկնաբանեմ, ես նոր եմ իմացել, նոր եմ խոսում։ Նրանք ովքեր ավելի վաղ են իմացել ու լռել են, նրանք պատասխան պիտի տան վստահեմ։ Ոչ միայն այս օրերին, թե ինչու են լռել, իմանալով այս ամեն ինչի մասին։ Այդ ուղղափառ բարին վրա շատ համացանցի վրա զամզմվեցավ այդ բառը։ Տեսեք, Հայաստանյան եկեղեցին ունի ուղղափառ չենք։ Հավատքի դավանության բոլոր եկեղեցիներն էլ իրենց ուղղափառ են, ինչ վերաբերում է հավատքին։ Հասկանում եք, բայց ինչ վերաբերում է եկեղեցու պաշտոնական անվանումին, հապա եկեղեցին ունի դարերով իր անունը սրբագործված անվանում, տեսեք, վերել եմ, ես ներսե շնորհալու նամականին եմ թերթել։ Ուրեմն կարող եմ հիմա ձեր համար կարդալ մի նամակի վերնագիր Հայաստանյայից եկեղեցու հավատքի խոստովանություն։ Տեսեք 12-րդ դարում, երբ որ իշխանությունը գտնվում էր Կիլիկիայում, եւ գիտեք, ուր որ իշխանությունն է եղել, այնտեղ էլ աթոռն է եղել։ Տեսեք Կիլիկիայում նստած կաթողիկոսը նամակը ինչպես նշարած վերնագրում է Հայաստանյայից եկեղեցու հավատքի խոստովանություն։ Հասկանում եք, անկախ նրանց որտեղ է եղել աթոռը, գիտեք աթոռը դեգերումների է ենթարկվել պատմական հանգամանքների բերումով, սակայն եկեղեցին միշտ Հայաստանյայից է եղել։ Տեսեք, Հայաստան բառը վերաբերում է եւ ես մի անգամ ասել նորից կրկնեմ, եւ աշխարհագրական տարածքին, եւ ժողովրդին, գրաբար հոգնակին, Հայաստանք, հայաստանցիներ, Հայաստանյայից հայաստանցիների եկեղեցի։ Հայաստանցիներու։ Այո, շեշտվում է եւ աշխարհագրական տարածքը, եւ ժողովրդին, հայ ժողովրդին, այդ պաշտոնական անվանումով։ Կիլիկյան Հայաստանում նստած կաթողիկոսը Հայաստանյայից եկեղեցու կաթողիկոս էր։ Անկախ նրանց որտեղ էր գտնվում իշխանությունը։ Սա պաշտոնական անվանումն է։ Եվ այսպես դարերով գալիս ենք։ Անկամ գիտեք, բյուզանդական շրջանում ամեն ինչ անում են, որ հայ ժողովրդին ուղղափառ դարձնեն, օրթոդոքս։ Եվ հայ ժողովուրդը 1500 տարի հայ եկեղեցին դրա դեմ պայքարել է։ Բյուզանդիայի բնակչության գերակշիռ մասը ծագումով հայ էին, բայց ձուլվեցին, քանի որ քաղկեդոնական էին։
Մենք պայքարել ենք 1500 տարի, որ չձուլվենք։ Քաղաքագիտականություն ընդունելով ձուլվելու էինք։ Ինչպես Լեհահայ համայնքը ձուլվեց, երբ որ ընդունեց կաթոլիկություն, շատ լավ տեղյակ եք վստահ եմ։ Այո, այդ Ռումինիա եւ այլն եւ այլն։ Հատկապես Լեհահայ 700-ից 900,000 անց համայնք կար։ Ընդունեց կաթոլիկություն եւ ձուլվեց, վերջացավ։ Այսինքն, սա հայ ժողովրդի ձուլման դավադիր ծրագիր է, հայ եկեղեցու ուղղափառացման, քաղաքագիտացման դավադիր ծրագիր է։ Մենք բոլոր ավանդական եկեղեցիներին հարգում ենք։ Լինի քաղաքագիտական, լինի կաթոլիկ, քույր եկեղեցին։ Մենք հարգում ենք, դա իրենց իրավունքն է, բայց հայոց եկեղեցին պատճառները ունեցեց ծանրակշիռ, որպեսզի քաղաքագիտական հավատքին, օրթոդոքս հավատքին չհարի։ Մենք 3 տիեզերական ժողովներին ենք մնացել հավատարիմ։ Այս իմաստով մենք էլ ենք մեզ ուղղափառ կոչում։ Ինչի՞ չպետք է։ Երբ որ դավանանքի մասին ենք խոսում, մենք էլ ենք ասում, մենք ուղղափառ հավատք ունենք, բայց եկեղեցին հայաստանյաց է։ Պատկերացրեք մի իրավիճակ, մի երկրում, ասենք Բուլղարիայում, հետաքրքիր է, չէ՞, առաջի փոփոխությունները սովետական ճամբարի, հետսովետական ճամբարի, այսպես կոչված եվրոպական երկրներում Արևելյան Եվրոպա արել կանոնադրությունների առաջի փոփոխությունները Բուլղարիա, Ռումինիա, այսպես այնտեղ են արել առաջի փոփոխությունները 18 թվականի հեղափոխությունից հետո էլ միայն այստեղ Ռուսաստանում փոխել կանոնադրությունը։ Պատկերացրեք, դուք Բուլղարիայում տեսնում եք, ապրում եք Բուլղարիայում, բուլղարերեն գիտեք, հայերեն չգիտեք, տեսնում եք եւ հայ եկեցու վրա է գրած ուղղափառ եւ բուլղար։ Ձեր համար ինչ տարբերություն ուր գնաք։ Եթե դուք բուլղարերենին եք տիրապետում, բնականաբար կգնաք։ Այսինքն սա լավագույն տարբերակն է ժողովրդին զուլելու, եկեղեցին ուղղափառացնելու, բայց դե ինչ հաշվարկով են արել։ Ինչ օգուտ ունի այս փոփոխության միտումը սրբազան։ Ըստ Հայաստանում Արդարադատության նախարարությունում եկեղեցին գրանցված է իբրև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի։ Մինչդեռ ուրեմն հետ սովետական երկրներում եւ եվրոպական հետ սովետական ճամբարի եվրոպական երկրներում եկեղեցին գրանցված է հայ առաքելական ուղղափառ։ Այսինքն սա լիովին հիմք է տալիս որևէ մեկին վաղը հայտարարելու, որ գիտեք ինչ, երկու տարբեր եկեղեցիների հետ մենք գործ ունենք։ Տարբեր անվանումներ են սրանք։ Բա ինչի ենք մենք ասում, որ պետք է պահպանել եւ վերջապես կա մեր ձեռքի տակ կար Գևորգ Չորեքյան կաթողիկոսի շրջաբերականը, որ այդպես հետևողականորեն փորձում են անտեսել, որը վերաբերում էր Տիրան arczepiskopos Ներսոյանի կողմից թույլ տված Երուսաղեմի մեջ այդ բայկարին հայտնի։ Խոսքը այն մասին է, երբ որ Տիրան Ներսոյանը Ամերիկայի Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդն էր։ Այդ ժամանակին է վերաբերում։ Այսինքն նախքան այդ բայկարը Երուսաղեմի մեջ Տիրան սրբազաններ 53-54 թվականի մասին է խոսքը։ Երբ որ հայտարարել էր Տիրան Ներսոյանը, որ հայ եկեղեցու այդ պաշտոնական տիտղոսին կարելի ավելացնել նաև օրթոդոքս մագդիրը եւ կաթողիկոսը։ Այնադենալ եղած է այսպես։ Այո, այսպիսի բաներ եղած են այնադենալ։ Եվ կաթողիկոսը սովետական շրջանում, տեսեք, ինչ շրջաբերական է հրապարակել, կա համացանցում, որ խստիվ արգելում է հայ եկեղեցու պաշտոնական անվանմանը որևէ մագդիր կամ հապավում, որևէ հավելում կամ հապավում անելու, թող պատասխանեն։ Իդեպ Տիրան Ներսոյանը եղել է կաթողիկոսի հոգևոր հայրը, նա է ձեռնադրել։ Եվ վստահ չեմ, որ ինքը տեղյակ չի եղել այս ամեն ինչից։ Այս պատմությունից, որովհետև Էջմիածին ամսագրի էջերը 53-54 թվականների լիքն են։ Այս նյութերով անգամ Վազգեն կաթողիկոսի օրոք, երբ որ ուրեմն տեսեք մի հոդված եմ հանել Էջմիածին ամսագրից Վազգեն կաթողիկոսի օրոք գերաշնորհ Տերտիրան arczepiskopos Ներսոյանի քահանայության 25-ամյա հոբելյանը։ Էջմիածին ամսագիրը անդրադարձել է հոբելյանին, բայց տեսեք ինչ է գրել նաև Կովասանքի խոսքերի իր հասցեին, թեև պետք է ասել նրա վարչագիտությունը զերծ չմնաց նաև որոշ սայթաքումներից եւ թերություններից։ Խոսքը Տիրան arczepiskopos Ներսոյանի մասին է։ Անկամ Վազգեն կաթողիկոսի օրոք շարադրված
Էջմիածին ամսագրի խմբագրականի նյութում է նշվում, որ նրա վարչագիտությունը զերծ չմնաց որոշ իհարկե հավանաբար հենց այդ նկատի ունի, որովհետև ես չեմ կարդացել, իմ ձեռքի տակ չկա, բայց որքան հիշում եմ Գևորգ 6-րդ կաթողիկոսը անգամ փիլոնազուրկ է արել, որքան հիշում եմ չեմ պնդում, բայց այսպիսի մի Ներսոյան Սրբազանին այո, այդ տերմինի օգտագործման համար սա պետք է իհարկե ստուգել, ես իմ ձեռքի տակ չունեմ այդ վավերագիրը, բայց արդեն կաթողիկոսի շրջաբերականը, որտեղ շեշտվում է Տիրան Ներսոյանի այդ հրահանգի մասին ու խստիվ արգելվում է ու նաև նշվում է, որ որևէ փոփոխություն հայ եկեղեցու պաշտոնական տիտղոսի մեջ կարող է տեղի ունենալ միայն ազգային եկեղեցական ժողովի որոշումով եւ դրան հաջորդող կաթողիկոսական կոնդակի միջոցով։ Ինչ են ուզում, թող հերքեն, ինչի չեն հերքում, բռնում են ինչ-որ գրքի տիտղոսներ են հրապարակում։ Լսեք, եթե կան նույնիսկ գրքերի տիտղոսներ, որտեղ գրված է հայ ուղղափառ եկեղեցի, դա որևէ կերպ չի արդարացնում Հայաստանից առաքելական եկեղեցու պաշտոնական անվանումի մեջ փոփոխություն մտցնելը, անկախ նրանից, թե ինչքան մեծ գիտնականի մասին խոսք կլինի։ Տիրան Ներսոյանն էլ էր մեծ գիտնական։ Այո, այդում նաև Օրմանյանը դա որևէ կերպ չի արդարացնում։ Եթե այդ փոփոխությունը վերաբերում է հայ եկեղեցու պաշտոնական անվանումին, որևէ կերպ դա չի արդարացված, ով ուզում է լինի այդ մեծ գիտնականը։ Կա պատմականորեն սրբագրված անվանում, որը մեզ պաշտպանել է մեր եկեղեցին, պաշտպանել է որևէ տեսակի ձուլումից եւ հատկապես պաշտպանել է մեր դավանական ինքնությունը, ապահովել է մեր դավանական ինքնությունը եւ մեր ժողովրդին պաշտպանել է բոլոր տեսակի ոտնձգություններից։ Հասկանում եք, ձուլվում էր, հայ ժողովրդի հավատքը փոխվում էր, ձուլվում էր, կորցնում էր պետականություն ունենալու տեսիլքը, վերջանում էր, ոնց որ ել եմ ասում, Բյուզանդիայի ժողովրդի Բյուզանդիայի գերակշիռ մասը ծագումով հայեր էին, բայց այսօր այդ հայերը այո ձուլված են, հա, տարբեր ազգերի մեջ, իրենց սերունդները չկան, այնպես էլ հայ ժողովուրդն էր ձուլվելու եւ Հայաստանն էր դադարելու, պետականության գաղափարն էր մեռնելու։ Դրա համար ենք մենք պայքարել 1500 տարի Հայաստանից առաքելական եկեղեցի մնալու։ Սրբազանայր քիչ առաջ թեմի մասին խոսեցա, այս ընթացքով ինչ պատկերացում ունիք, ինչպես պիտի այս թեմը կորձե, ինչ թեմը պիտի գործի, ես համոզում ունեմ, մենք ապրում ենք իրավական երկրում եւ կաթողիկոսն ու իր որոշումները, մանավանդ ապօրինի որոշումները չեն կարող գերադասվել արդարադատությունից։ Ես հասկանում եմ, ինքը սովոր է կամայականորեն գործելու, բայց ուզի պիտի ենթարկվի դատարանի որոշմանը։ Հետևաբար, ինչպես դատարանն է պարտավորեցնում, նա պաշտոնապես պետք է վերականգնի բոլոր իրավունքներին, իբրև թեմակալ առաջնորդ։ Եվ եթե ուզում է պայքարի միջոցով իհարկե դատական ատյանում ապացուցել, որ ես սխալ եմ, խնդրեմ, թող դրսից էլ մարդիկ հրավիրեն։ Դե իրենք սովոր են, չէ՞։ Դրսին մերն է, մեր ազգայինն է, մեր հայրենականն է, հետի վատ է։ Դրսինն է լավը։ Այս հոգեբանությամբ են մարդիկ կառավարում, առաջնորդում եկեղեցի։ Օտարամոլության, օտարասիրության, հոգեբանությամբ, իհարկե, որոնց հետևում շահն է, ուրիշ բան չկա։ Շահ եւ կախվածություն։ Սրբազանայր երկար գենսակրություն ունիք մեր եկեղեցու մեջ։ Ես չեմ։ Այդ սեղանին շուրջ ուրթուք հաց կերածեք, նաև միապանագից եղբայրներ ունեցած եք, այսօր անոնցում է ոմանք բանդերու, ջաղերու ետև են։ Ինչպես կմեկնաբանեք Ասեմ, դրա գլխավոր մեղավորը կաթողիկոսն է։ Ուրիշ բան չեմ ասում, հիշեք, երբ որ Միքայել Սրբազանի ձերբակալեցին եւ մենք բոլորս հուզված էինք, հիշեք ինչ այսպես երջանիկ ժպիտով էր ճանապարհ դնում Միքայել Սրբազանը։ Ուրիշ բան չունեմ ասելու, էս հիշեք։ Դե մտածում եմ երևի առևտուր կանի իշխանությունների հետ։ Ցավով եմ ասում, ուրիշ բան չունեմ մտածել։ Ինչեր ճամփու դնում այդքան երջանիկ ժպիտով, ուրախ։
Այդ օրթու գալ այնտեղի։ Ես էլ այնտեղ եմ, ես հուզվել եմ, այո, այդ իմ հուզումն էլ շատ են փորձում չարաշահել, բայց ոնց կլինի այն անգամ հուզված էր իմ կաթողիկոսի դեմը։ Էթող այս ամեն ինչը ջրի երես դուրս չգար։ Թող չբերեր ինձ ինքը այն համոզումը, որ այո, ինքը դարձել է անդիմության կցորդ ու ծառայում է ինչ-որ շահերի, անհասկանալի։ Ինչ ասեմ։ Վերջը թող հերքի այդ ամեն ինչը։ Հետո վերջո ես հայ եկեցու պատմությանը ծանոթ եմ։ Իմ գիտական ուսումնասիրությունները մեծապես դրան են առնչվում։ Իմ դոկտորական թեզը եւ այլն։ Չկա նման նախադեպ։ Այդ էլ գշահարգեն, որ ցեզի արիտ տրված է ուսանելու եւ այլն։ Ում է ծառայել իմ ուսումը, կներեք։ Ում է ծառայել ուսումս, հայ եկեցուն չի ծառայել, հայ ազգի չի ծառայել, ուսանել եմ հայ ազգի փողերով։ Ինքը կամեցել է, որ ուսանի, ինքը շատերին է կամեցել, այդ կամենալու համար անչափ շնորհակալ եմ իրեն։ Անչափ շնորհակալ եմ, որ այդ կամեցել է։ Բայց ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Ասեք, ես շնորհակալ եմ, որ ինձ կամեցել է, որ ես ուսանեմ, ինչպես շատերին է կամեցել։ Շատ շնորհակալ եմ դրա համար։ Շատերին ալ չէ կամեցած, ասել գուլը։ Չէ, բոլորին էլ կամեցել է այդ իմաստով։ Բոլոր կուսակրոններին առիթ տրվում էր։ Հիմա ով է սովորել, ով չի սովորել, ուրիշ հարց է։ Ես դրա համար անչափ շնորհակալ եմ։ Բայց այդ ինչ կապ ունի մյուսի հետ։ Էլի եմ ասում շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ եմ, որ ինքը ուսմանը կարևորություն տվել, բայց ինչ կապ ունի եկեղեցին քաղաքականացնելու հետ։ Եթե ես այդ հարցում շնորհակալ եմ, նշանակում է ես լրեմ, տեսնեմ ինչա կատարում, հա, թողենք, դուք չեք տեսնում եկեղեցին կործանվում է։ Ես իրեն մինչև այս ընդվզումը, երբ ինձ կանչել է ամիսներ շարունակ ասել եմ վեհապար չի լինի։ Դուք ձեզ խոցել եք դարձնում, պատժեք ես, սրբապղծություն կա։ Չեք կարող։ Մարդիկ մտածում են, խոսում են, գալիս են, հարցեր են տալիս, բա ինչ եղավ։ Դուք նաև Պակրատ սրբազանի ժամանակ արտահայտված եք, չէ՞, արտահայտել եմ, ասում եմ ճիշտ չի։ Այո, մենակ ես չեք, սա եպիսկոպոս ասում եմ ոչ։ Բայց թող ինքը կամք դրսևորեր եւ չտրվեր, ինչ ասեմ ես։ Ոնց կարելի է որ գբաքսին բադգերը ամբողջականների։ Սակոջան, սա հայ եկեղեցուն է առնչվում։ Ես ուխտ ունեմ արած հայ եկեղեցու արչև ունեմ, չէ՞։ Ես ու անձերին ուխտ չեմ արել։ Եթե անձերը հավատարիմ են իրենց ուխտին, այո, իմ նվիրումը իրենց։ Բայց ուխտ ունեմ արած, չէ՞։ Սա իմ համար գաղափարական պայքար է։ Ես իմ ուխտին եմ հավատարիմ մնում սրանով։ Անձը կարող է շեղվել է։ Ինչ է նշանակում հավատարմություն հայտնեք։ Կամ անձ, եթե դու քո վրա վստահ ես, ինչ կարիք ունես որևէ մեկի հավատարմությանը։ Թող հավատարիմ լինեն մեր ժառանգությանը, մեր եկեղեցական կարգին։ Սա է, գիտեք ինչ, խոսքը փոքր մեղքերի մասին չի, խոսքը սկանդալի մասին է։ Մեկ եւ խոսքը հայ եկեղեցին քաղաքականացնելուն է վերաբերում։ Սա սարսափելի է։ Չկա նման նախադեպ։ Հայ եկեղեցին միշտ պատմականորեն անգամ օտար լծի ներքո եղել է պետականամետ ու պետականակենտրոն։ Օտար լծի ներքո գաղտնի ժողովներ են կազմակերպել, Հայաստանի ազատագրման ծրագիր են մշակել։ Բայց մենք էս ենք սովորել մեր եկեղեցու օրնել են նրանց, որ բայկարել են հանուն Հայաստանի։ Այո, Հայաստանի ազատության։ Այսօր ինչ են անում։ Մեզ պետք չի Հայաստանի ազատությունը։ Հա, այսօր պետականության դեմ է գործում եկեղեցին ու շարունակում է շողակաթ հեռուստաընկերությունը ասել, որ կաթողիկոսը իրավունք ունի, էս։ Մնում է ասեն կաթողիկոսն Աստված է։ Մոտավորապես այդ եմ հասկանում։ Կաթողիկոսն Աստված է։ Այսքան բան, ինչ որոշես ճիշտ է։ Կլինի այդպես։ Մենք մեր ծնողների հետ համաձայն չենք։ Մենք ուխտ ունենք արած։ Բայց ես իմ ուխտի հանդեպ ինչ պատասխանատվություն ունեմ։ Եթե ես համակերպվում եմ հայ եկեղեցու այս ոչնչացման, ձուլման, չգիտեմ, օտար շահերի ծառայեցման ծրագրին, բայց
ում է պետք այդևս իմ եպիսկոպոսությունն ու իմ ուխտը։ Եթե ես հիմա չպետք է խոսեմ, երբ պետք է խոսեմ։ Ես հո համոզված եմ ինչ որ ասում այդպես է։ Ես հո այդքան պաշտպանել եմ իրեն։ Տարիներ շարունակ։ Ես միշտ զգացել եմ, որ կա եկեղեցու ներսում մի թե, որ անպայման այսպես ուզում է հայ եկեղեցին դարձնել կցորդ գործիք ընդդիմության ձեռքին։ Դրա համար միշտ հակառակն եմ ասել։ Ասել եմ գործիք չենք դառնալու, այսօր էլ եմ նույն ասում։ Ցավոք, եկա այն համոզվան, որ այդ ամեն ինչի հետևում կաթոլիկոսն է կանգնած, եկեղեցին գործիք դարձնելու։ Բագրատն էլ չէր լինի Բագրատ, Միքայել Սրբազանն էլ չէր մտնի այդ թեմայի մեջ, Արշակ Սրբազանն էլ էր հնարավոր վերահսկել, եթե ինքը լիներ խիստ, եթե ինքը դեմ լիներ այդ ամեն ինչին։ Իսկ այսօր ցեզի ինտիմատիվները Սրբազան գսեն, որ դուգալ Փաշինյանի գծորդնեք։ Ինչով եմ կցորդ։ Դե իր մոտ կացիկ այսպես կներեք եկեղեցու հարցերը հոնդարի։ Կներեք մենք պետություն ունենք թե չունենք։ Իրենք էլ ուրեմն հայ պետականության դեմ գործողներ են, ովքեր ինչ աշխատում իր մոտ գացիկ։ Իսկ իրենք չեն ասոցացում տարբեր շրջաններում Հայաստանի Հանրապետության նախագահների հետ։ Ասոցացում են, չէ՞։ Ես մեղավոր չեմ, որ այսօր իշխանությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Ես չեմ նայում ով է իշխանությունը, ով է լիներ իշխանությունը, մեր պետականության դեմ, եթե եկեցին քայլ աներ, ես պետության կողմն եք։ Ինչ անշան պետության կողմն։ Ես պետականությունն ու եկեղեցին չեմ տարանջատում։ Եկեղեցին հայ պետականության առանցքային մասերից մեկն է։ Ես կասեի, որ միջնաբերդն է հայ պետականության, եկեղեցին գրավեց, այո, ուղղափառացրեցին եկեղեցին, կվերջանա հայ պետականությունը։ Ես իսկ ինչի բաժանել եկեղեցին պետականությունից։ Մենք ի սկզբանե եղել ենք պետական եկեղեցի։ Ի սկզբանե։ Հակառակը պետքա վերականգնվեն մեր եկեղեցու բուն ավանդույթները։ Սրբազաներ, իմ նման լրագրողներուն համար քիչ մեծ հարցական է, որ ինչու ծեր թիվերը չեն ստվարանար։ Մենք գիտենք, որ արիտով մոտված մկրեցի երրորդ ուժը միապաններու, ասենք, երկու գոմ, եթե գա, ինչու լուր են սրբազանները։ Եթե կա ճնշում, եթե մարդկանց ճնշում են, ստիպում են, եթե իրենց մոտ ծառայող քահանաներին ստիպում են, որ այս տեքստերը ասա, դուք ինչ եք սպասում։ Սա խոսում է մեր գաղափարական առաջնորդներ են իրենք, անուններ չի դամ, մեծ թեմերու առաջնորդներ են, իրենք մտահոգված չեն ծեր նման մեր եկեղեցու ջագադակրով։ Դե իրենք էլ իրենց շահերի համար են մտահոգված վստահ եմ։ Բնական չի, կամ որ լռում են։ Այո, գանդես են։ Այո։ Նրանք էլ ուրիշ հարցերով են կսպասեն, դե ինչ, այո, որ նավը ավելի սաղլամ է, որ տախտագամազը։ Ամիսներ առաջ այդ լրողներից կամ պաշտպանողներից ոմանք չեմ ուզում ներկայացնել, ինչ խոսքի չեմ ասի, թե ինչեր էին ասում կաթոլիկոսի հակականոնական ապօրինի։ Իսկապես։ Վայ, ինչի մասն ենք խոսում։ Բայց ինչու լուր են այսօր։ Դե իրենք էլ իրենց հաշվարկներն են անում, չեմ ուզում կամ իրենց հաշվարկներն ունեն կամ անում են, չգիտեմ, իրենց խնդիրն է, ես չեմ նայելու ով է դուր, ով է խոսում, կա ասելիք պիտի ասվի, իմ համար էլ եմ ասում, սա գաղափարական պայքար է ու ես չունեմ որևէ ակնկալիք, ինչ ակնկալիքի մասն է խոսքը, ես կաթոլիկոսին չեմ հուշել, որ ինձ ահանի թեմի առաջնորդությունից, ինձ կարգալույծ անի, ես չեմ հուշել։ Այնպես չի, սա ի պատասխան այդ ամեն ինչի, չէ, ուղղակի դեպքերը զարգանում են։ Այդպես ստացվեց։ Իսկ այս բոլորեն յետք Սրբազաներ վերջին հարցս ինչպես կպատկերացնեք հանգուցալուծումը, որովհետև մեր ժողովուրդն էլ հոգնեցավ Սրբազաներ։ Միայն իր հրաժարականով, միայն։ Այս խոսքը անփոփոխելի է։ Վստահ եմ, իհարկե։ Որովհետև կաթոլիկոսը լրիվ հակապետական ու հակաեկեղեցական ընթացք ունի, ուրիշ բան չկա։ Շեղված է եւ կանոնական իմաստով եւ պետական իմաստով։ Չի ծառայում որևէ ձևով։
ոչ մեր պետականությանը, ոչ եկեցու շահին։ Գործում է եկեցու շահի դեմ ու պետականության դեմ։ Սա իմ համար այստեղ քննարկումը ենթակա հարց այլևս չկա։ Եթե իշխանապողությունը լա սրբազաներ, այս օրագարկը ինչ կլա։ Ինչ ուզում եք, սա պետքա մնա օրակարգ, սա Հայաստանի հայ եկեղեցու պետականության շահերից բխող օրակարգ է։ Հայ եկեղեցին չի կարող այլ ուժի ծառայել։ Չի կարող։ Հայ եկեղեցին պիտի ծառայի մեր համազգային նպատակներին, մեր պետականությանը։ Դա եղել դարերով սրբագործված ավանդույթը ու դա պիտի շարունակվի։ Մենք դրա դեմ ենք կռվում այսօր։ Իմ խոսքը դրա դեմ է, չի կարող։ Ինչքան էլ դու երևակայես, որ դու չգիտեմ խելացես եւ ուժեղ ես, միևնույն է։ Հերթով ջրի երես են դուրս գալու։ Ուզում ես ավելին դուրս գալ, ավելին դուրս կգան։ Այդալ գա։ Ինչու՞ չկա։ Ես վստահ եմ, որ պետական իշխանությունները խնայում են հայ եկեցու հեղինակությունը։ Դրա համար այնքան որ ասում են հրապարակեք, իհարկե բաներ կա, որ հրապարակման ենթակա չեն, բայց վստահ եմ, որ հաշվի առնելով հայ եկեղեցու կարևորությունը ոչ միայն այսօր, այլև ապագայի համար խնայում են ու չեն հանրայնացնում շատ բաներ, շատ տարբեր տեսակի չարաշահումներ։ Եվ ես աղոթում եմ, որ այս ամենը դրական հանգուցալուծում ունենա եւ ունենալու է, վստահ եմ, չեմ կասկածում։ Անգերտ զրույց էր, շնորհակալ եմ Սրբազան հայր, մեր ագնտիրներուն նախքան փագելս այս հաղորդումը նաև պիտի ուզեի արձանագրել, որ մենք որպես անգախ հարթակ բազմիցս դիմաց ենք մայրաթորի դեղեկատվական համագարկին, խնդրելով հյուր, միապան, վարդապետ, եպիսկոպոս, նույնիսկ Կարեկին Կաթողիկոսին այդ հարցազրույցի առիթ խնդրած ենք, սակայն այդ բոլոր պապակները ցարտ մնացած են անպատասխան։ Հյուրս այսօր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր, նաև հորդորս ցեզի արկելի ագնտիրներ, հետևեցեք մեր հարթակին, տարածեցեք մեր դեսանյութը, վստահ եղեք, որ մենք անգախ մամուլի չադակովն ենք եւ մեր հյուրերուն գարձիկները անշուշտ հարկանքով կներկայացնենք ու կփոխանցենք ցեզի բարին ցես։